Կուզեի խոսեի մեր դատական համակարգի մասին։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորներ կան, բայց շատ քիչ են։ Նկատի ունեմ ազնիվ դատավորներ, բավականին քիչ են։ Գիտեք, դատավոր դառնալու համար մարդ պետք է մեծ դպրոց անցնի։ Պետք է հասակ ձեռք բերի։ Ես որ Անգլիայում սովորում էի, դատավորների այսպես հասակները 50-ից ավել էին, հիմնական մաս։ Կային իհարկե այնտեղ բացառություններ, բայց նրանք բացառություն էին։ Ու մենք ստանում էին, մենք ասենք որ սովորում էինք, ինչ որտեղ լսում էինք այդ իրենց դատերը եւ այլը եւ այլը։ Այդ թվում Ստեղ չեք կարա գտնեք օրինակ 22-25 տարեկան դատավոր։ Ես կարծում եմ, որ դատավորներին էլ է պետք համաժողովրդական ընտրել։ Ասենք ինչ որ գրենք ով իրավունք ունի դառնա սահմանադրական դատարանի, ասենք ղեկավար, բան, այդ ամբողջ ընտրությունը պետք է կատարվի ժողովրդի կողմից։ Ես տենց եմ հասկանում։ Սրանք անելու են ինչ որ ուզում է Նիկոլը։ Եթե հույս ենք դրել որ ամսի 4-ին մեր երկրի դատավորները ինչ որ ուրիշ որոշում կայացնեն, եթե կկայացնեն, դա նշանակում է Նիկոլի ցուցումով կայացնեն, որովհետև Նիկոլին գուցե ձեռ է տալի գնալ նորից ընտրությունների, որովհետև ինքը լեգիտիմություն չունի, ինչ էլ հիմա որոշի սահմանադրական դատար։ Բայց ցանկացած դեպքում ճանաչելով իրան ինքը իր աթոռից չի պոկվելու։ Մի մարդ, որ վարչապետ լինելուց նկարում էր եւ ինտերնետ էր դնում, թե ինքը ոնց է սկսել ապրել, տեսեք ինչ կաբինետ ունեմ, տեսեք ինչ ավտո ունեմ, ինչ սամալյոտ ունեմ, ինչ, չգիտեմ, տնում եմ ապրում, հասկանում եք, այդ մարդը չի կարա երկիր պահի եւ չի կարա երկիր սիրի, նա սիրում է իր աթոռը։ Եվ ամեն ինչ անելու է որ մնա այդ աթոռին։ Իսկ մենք զինվորականներս, որը միշտ պաշտպանել ենք մեր երկիրը, ծառայել ենք։ Մեր զինվորականները խրամատներից դուրս չեն եկել։ Զենքը ձեռքին ման են եկել ամեն օր իրենց կյանքը դնելով վտանգի տակ։ Մենք պետք է լինենք միասնական ու որոշենք սրա հարցը։ Քանի զինվորականները ունեին խոսքի մեծ իրավունք Հայաստանի Հանրապետությունում, դա եղել է մինչև 2008 թիվը մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետությունում առաջինը կարգ ու կանոն էր, երկրորդը հակառակորդի մտքով էլ չկար հարձակվեր Հայաստանի վրա։ Հենց Սերժ Սարգսյանը դարավ երկրի նախագահ, Պաշտպանության նախարարությունում բացվեց դատախազության կաբինետներ։ Մարդկանց սկսեցին կոլեգիայի ժամանակ գնդապետներին կալանավորել, նարուշնիկներ հարցնել, ձեռքները տանել։ Գնդապետներին։ Դա սկսեց Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը 16 թվականից սկսեց նկարել թազա սահմանադրություն։ 18 թվականին նա փորձեց մնալ երկրի ղեկավար։ Նույնը անում է սա ավելի է խորացրել։ 2008 թվից հետո զինվորականները դարան գիշատիչներ, գեներալները դարան գիշատիչներ։ Գեներալ կոչումը դարավ, չգիտեմ, ով լսում է սա գեներալ է, սկսում էին ատել։ Ազգը, եթե չի հարգում սեփական զինվորին, չի հարգում սեփական գեներալին, սեփական գնդապետին եւ սեփական փոխգնդապետին, կզելու է հակառակորդի գեներալի ոտերի տակը։ Կզսնողն էլ լինելու է իր շարքային զինվորը։ Չի նայելու դուք գիտնական եք, չի նայելու դուք բժիշկ եք, չի նայելու դուք դասատու եք։ Վզներիցը բռնելու է չոքսնի իր գեներալի դեմ, որտեղ նման վերաբերմունք գեներալիտետին
աշխարհում միայն ու միայն կա թուլիկ կզած երկրներում։ Կհիշենք, որ Ռուսաստանում 90-ականներին նույն վիճակում էին ստեղի գեներալները եւ գնդապետները։ Իրեն գալիս էին Հայաստան եւ ասում էին ինչքան լավ են ձեզ ձեր ժողովուրդը վերաբերում։ Մենք նույնիսկ վախում ենք, ասում եմ, փողոցով համազգեստով ման գանք։ Չեչենները դե սկսին գլուխ բարձրացնել, թաթարները դե սկսին գլուխ բարձրացնել։ Զորքը չէր կարող կռվել։ Համարյա երկիրը տանում էին տալի։ Իսկ երբ որ երկրի ղեկավարը դարավ սպա, իդեմս այսօրվա նախագահի, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Զինվորը ստացավ իր տեղը, գեներալը ստացավ իր տեղը, բժիշկը իր տեղը։ Եվ տեսեք, սաղ աշխարհի դեպք կռվում են։ Իսկ մենք բերել ենք մի հատ սիրտիկ ցույց տվող տղամարդ կոչեցյալ ենք դրել մեր գլխին ու ցավում եմ, որ ժողովրդի 20-25%-ը հաստատ գնացել է դրան ընտրելը։ Ցավում եմ։ Ինչ ասեմ։ Ցավում եմ։ Մենք պետք է խելքներս գլուխս հավաքենք, ժողովուրդ։ Մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք լավ ապրել։ Կզած վիճակում լավ չես կարող ապրես։ Նույնիսկ եթե ձեր փողոցում դու ունես խանութ, քո խանութը պետք է պաշտպանես։ Պետք է պաշտպանես։ Հա, հարկայինից, պետք է պաշտպանես դատախազից, քննիչից, ոստիկանից, եւ մյուս նմանատիպ խանութ ունեցող անձից։ Նույնը երկիրն է։ Եթե ունես երկիր, պետք է պաշտպանես այդ երկիր։ Հակառակ դեպքում լավ չես ապրի։ Եթե չպաշտպանես, հարկայինը գա փող տաս, դատախազը գա փող տաս, խանութը տեր լինելու ժամանակ, խանութը պետք է փակես, կամ էլ ում բարես աշխատելու։ Իրանց համար, ուրեմն պետք է փակես օֆիսը թողես գնաս։ Նույնը հիմա երկիրն է։ Ես հասարակ լեզվում եմ բացատրում։ Նույնը երկիրն է։ Եթե շուկա ունես, այդ շուկան պետք է պաշտպանես։ Գնացեք մի հատ շուկա, փորձեք մի տեղ մտնեք, տեսեք քանի օք գանք ասեն ես քո տեղը չի։ Բայց մենք ո՞նց ենք հանձնում Ռուսաստանի շուկան։ Կազախներին, կիրգիզներին ուրախացել են։ Տաջիկներին ուրախացել են։ Իրանց ապրանքն են բերում մեր ապրանքի տեղը։ Այն որ գնացել են, այստեղ ծիրանը ծախում են Միջին Ասիայից, պամիդորը Միջին Ասիայից, հայկական ոչ մի բան չկա, հայկական խանութը փակվել է, մենք շուկա ենք կորցնում, Ժորժ ջան, հարցը ռուսը չի, ռուսին կարակ չսիրեք, կարակ ապեք,